Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան նախագիծը եւ մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականացման մասին։ Եվ այժմ իմ զրուցակիցն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Շնորհակալություն Կարեն։ Ես եմ շնորհակալ։ Քանի որ դուք առաջին քաղտեխնոլոգն եք այս նախագծի շրջանակներում, ես մի քանի տեսական հարց տամ։ Հիմա Հայաստանում կա կարիքը քաղտեխնոլոգների։ Ոչ միայն կա, այլ քաղտեխնոլոգիան պրակտիկորեն ամենուրեք է եւ օգտագործվում է ամենօրյա ռեժիմով, հատկապես այս իշխանությունների օրոք, թեև դա այնպես չի, որ ճիշտ է 90-ականներին, որ ասում է դա դեռ նոր երևույթ էր, շատ քիչ մասնագետներ կային, միգուցե ինչ-որ քայլեր, եթե անգամ օգտագործվում էր, արվում էր ենթագիտակցորեն, առանց գիտության, հետո իհարկե սկսեց զարգանալ, ինչպես եւ ամեն ինչը, մտնել արդեն կյանք, հիմա ես կարծում եմ բավականին կիրառվող երևույթ է, գրեթե ամենուրեք, որովհետեւ ախր քաղտեխնոլոգիան միայն նա չէ, որ քաղաքական գործիչների եւ այլն, քաղտեխնոլոգիական ընդհանուր, այսպես ասած հայտնի փափուկ ուժի հասկացողությունը կարող է լինել շատ տարբեր ոլորտներում, եւ զուտ ածանցյալի կարծեք թե տեսքով, բայց իրականում դա միևնույն է ուղղված է հիմնականում քաղաքական process-ների վրա։ Իմ տպավորությամբ կան գործիչներ, նախ եւ առաջ Փաշինյանը, որոնք քաղտեխնոլոգների կարիք չունեն, նրանց պետք չեն քաղտեխնոլոգ։ Ինչու՞։ Որտեվ նա առանց որևէ քաղտեխնոլոգի գիտի թե ինչպես կարելի է մարդկանց խաբել, նրանց ուղեղը լվալ, նրանց աչքերին թոս փչել։ Իմիջիայլոց քաղտեխնոլոգիան կամ PR-ը, ոչ միայն քաղաքական, հատվածը, այլ նաեւ բիզնեսի հատվածը, հասարակայնության հետ տարբեր ոլորտների հետ կապի հատվածը չի ենթադրում խաբել, եթե դուք ասում եք նա գիտի խաբել, որովհետև վատ բան ասեցի ձեր մասնակցության մասին։ Չէ, ես միշտ ասում եմ, որ գրագետ քաղաքական տեխնոլոգները կարող են ճիշտը չասել, բայց երբեք չպետք է խաբեն, որովհետև դա վաղ թե ուշ շատ ծանր հետևանքներ է ունենում խաբողի համար։ Այսինքն, եթե ես խաբեբա եմ, դա չի նշանակում, որ ես տեխնոլոգիաներին տիրապետում եմ։ Իհարկե։ Թեև ես ասեմ, որ նախ Նիկոլ Փաշինյանը օգտվել է 18 թվականին բավականին լրջագույն տեխնոլոգների տեխնոլոգներն նրա հետ աշխատել եւ թիմի հետ։ Հիմա չգիտեմ աշխատում էին թե չէ, բայց համենայն դեպս նա շատ լավ յուրացրել է։ Եվ այո, այսօր ես չգիտեմ այս ընտրություններին ուներ տեխնոլոգներ թե ոչ, ամենայն դեպս ինքը տանում էր իր գիծը, շատ դեպքերում կրկնվող, այդ բայց եթե հաջող է ինչու եթե աշխատում է, այո։ Բայց դա միևնույն է, ես նորից եմ ասում, դա ինչ որ պահի հետո շատ ծանր հետևանքներ է ունենում։ Ես կարող եմ շատ թարմ օրինակ բերել մեր իրականությունից։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը, եթե հիշենք ինչպես եկավ եւ որն էր հիմնական գիծը, դա Սերժ Սարգսյանի հաջորդ անգամ չառաջադրվելն էր։ Այսինքն երկրի ղեկավարը հայտարարել էր, որ չի առաջադրվելու, առաջադրվեց եւ եղավ այն ինչ եղավ։ Այո։ Պարզ է, ունեք ասեք, այս դեպքում էլ երրորդ անգամը կարող է վատ նստի, հա։ Ես չեմ ասում երրորդ անգամը, կարող է։ Նախ ես ընդհանրապես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ես միշտ դա ասում եմ, պարոն Աբրամյան, ես եւ դուք այն սերունդն ենք, հա։ Ամեն ինչ տեսել ենք։ Մենք ամեն ինչ տեսել ենք եւ տեսել ենք, թե ինչպես են մեզ ասել, դա հնարավոր չի։ Դա բացառվում է, բայց շատ կարճ ժամանակ հետո դա իրականություն է դարձել, սկսած Խորհրդային Միության փլուզումից եւ վերջացրած 18 թվականով։
Էլի տեսական հարց, ձեր մասնագիտության վրա սոցցանցային իրականությունն ինչպես է ազդում։ Շատ լուրջ։ Շատ լուրջ, ընդհանրապես սոցցանցային իրականությունը կամ ինչպես ընդունված է ասել, սմարթֆոնային իրականությունը, որը փոխեց ամբողջ մեդիա դաշտը աշխարհի, ոչ միայն Հայաստանի, որովհետև դա իմ միտքը չէ, դա Ջանիբեկյան Արտուրի բանն է, ուսումնասիրությունն է, որ մինչև 7-8 թվականը աշխարհում եղել է մոտ 200,000, ամբողջ աշխարհում 200,000 մեդիա, հեռուստատեսություն, մամուլ, կայքեր, ռադիո եւ այլն, ինչ որ եղել է։ Այսօր արդեն 3.5-4 միլիարդ։ Երբ դուք նայում եք, որովհետեւ ցանկացած սմարթֆոն ունեցող, ինքը դառել է ինքն իրենով մեդիա է։ Ինքն իրենով մեդիա է դարձել։ Հա, ու այդ իրականության մեջ, երբ որ ոչ թե մի քանի անգամ, մի քանի տոկոս կամ անգամ ոչ թե մի քանի կարգ, այլ կտրուկ փոփոխություն է, հա, լինում, բնականաբար չի կարող չազդել դա։ Այդ թվում նաև Հայաստանում։ Դուք, հա, քաղտեխնոլոգներդ պատվիրատուի հետ ինչ-որ մեդիա պլան եք գծում, որի մեջ հիմա մտնում է նաև հաստատ սոցցանցային, ինչ-որ SMM եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ դուք չեք կարող, կարծում եմ, հաշվարկել այն արձագանքը, որը կլինի հանդիսատեսի այսպես կողմից, այսինքն օգտատերերի կողմից եւ ալգորիթմները նրանք ձեր ձեռքում չեն։ Իհարկե մեր ձեռքում չեն։ Նրանք այդ հարթակների տերերի ձեռքում են։ Իհարկե մեր ձեռքերում չեն։ Այստեղ խնդիրը նրանում է, որ ի սկզբանե, այսինքն ունենալ լրիվ ստերիլ իրավիճակ, ինչպես դա այն 200,000 մեդիայի պարագայում էր, բնական է անհնար է։ Բայց կարելի է հաշվարկել այսպես կոչված թիրախային աուդիտորիաները, target group-երը, եւ հասկանալ ում վրա է ընդհանրապես ամեն ինչ անելուց, սկսած բիզնեսից, վերջացրած քաղաքականությամբ, երբ դու չես հաշվարկում թիրախային խմբերը, շատ դեպքերում դու անիմաստ գումար ես ծախսում, հա, կամ ինչպես ասում են, փողերը վառում ես։ Որովհետև եթե ինչ որ մեկին, հա, այդպեսի հայտնի շատ հին գովաստ կար, որ Մերլին Մոնրոն սափրվում էր ու գրած էր, եթե նրան այդ բանը պետք չէ, հա, այդ իր այդ առարկան, ապա ոչ մի գովաստ չի օգնի։ Այսինքն դա պետք է գտնես ում վրա է ծախում։ Ով պահանջարկ ունի, ում վրա է ծախում։ Երկրորդը բնականաբար այդ թիրախային խմբերը իրենք շատ տարբեր են բնականաբար լինում, կախված տարիքից, սեռից, կախված սոցիալական վիճակից, գնողունակ է, գնողունակ չէ, ինչը կարող է գնել այս հատվածը հասարակության, ինչը այսպես կոչված հիմա շատ մոդայիկ բրենդային եւ տրենդային բաները, այս ամեն ինչը հաշվարկելով բնականաբար դու արդեն կազմում ես այդ պլանը, որտեղ ինչ ասել եւ որտեղ դիմել։ Այսինքն սոցցանցերը կանխատեսելի են այդ առումով։ Գիտեք 100%-ով ոչ, բայց այսօր արդեն այդ SMM մասնագետները, social media մասնագետները, կարծում եմ արդեն բավականին լուրջ զարգացում է ապրել այդ ոլորտը, եւ այնտեղ կարողանում են բավականին մեծ ճշգրտությամբ կանխատեսել այն թիրախային խմբերը, ում պետք է ուղղել ինֆորմացիան։ Մի տեսական հարց էլ կան քաղաքական ուժեր, կան ֆիրմաներ, հա, որոնք քաղտեխնոլոգներին բերում են դրսից, չէ՞։ Եվ արտասահմանի տեխնոլոգը, արտասահմանցի հասկանում է մեր առանձնահատկությունը, մեր մենթալիտետը, նա կարող է շատ լավ մասնագետ լինել, հա, կամ եթե ձեզ գործող են, հա, մի հատ հոլանդական քաղաքական գործիչ ձեզ ասի, որ եկեք իմ համար աշխատեք, դուք կհասկանաք հոլանդական հասարակությունը։ Ես չեմ հասկանա, բայց դա չի նշանակում, որ ես դեմ եմ, որ հրավիրեն։
կամ որ գնան այստեղ։ Բայց նրանք ուսումնասիրում են, որ Դե ես հենց դա էի դրան եմ գալիս։ Իհարկե դա պետք է անել առնվազը 6-ից 8 ամիս առաջ, որպեսզի այդ մասնագետները սկսեն առաջնային ուսումնասիրել տվյալ հասարակության առանձնահատկությունները, որովհետև իհարկե կան բաներ, որոնք ընդհանուր են մարդկության համար, որոնք ընդհանուր են մարդկության ինչ-որ մի մեծ խմբի համար, հա, օրինակ քրիստոնյաների, բարձ է, չէ, որ ասենք դա մեծ է, որոնք օրինակ առանձնահատուկ են Եվրոպայի համար կամ Միջին Արևելքի համար կամ չգիտեմ, ասենք Լատինական Ամերիկայի համար, կան բաներ, որոնք ընդհանուր են, բայց կան շատ սպეციფიկ առանձնահատկություններ կամ մենտալ ընդ որում առանձնահատկություններ, որը առանց ուսումնասիրելու անհնար է։ Այսինքն գնալ 2 ամիս այնտեղ նստել անիմաստ է։ կվարեն իրենք փողերը։ Իհարկե։ Դառնալով մեր ընտրություններին, որքան հասկանում եմ խնդիրը, եթե գլոբալ վերցնենք, դրված էր այսպես. Փաշինյանը կկարողանա որքան հնարավոր է շատ մարդ համախմբել ընդդեմ ռուսների, ընդդեմ ռուսի շպիոնների, նախկինների եւ արցախցիների։ Եվ հակառակը, անդիմությունը կկարողանա որքան հնարավոր է շատ մարդ մոբիլիզացնել ընդդեմ Փաշինյանի։ Սա է գլխավոր խնդիրը։ Կարծում եմ այո։ Եվ ոնց ով վաճողվեց։ Ես կարծում եմ ոչ նրանք չհաջողեցին։ Բայվայ նիչիա։ Գիտեք, որովհետև այնուամենայնիվ նախ հաշվի առնելով Լևոն Զուրաբյանը գիշերվա այդ նկարները գցեց, ես հիշում եմ իրենց դեմքերը եւ իրենց տոնելը 21 թվականին, որտեղ կարծեք թե նրանց համար շատ ավելի դժվար պետք է լիներ հաղթել, եւ հիմա չկա այն, դուք ինձ կասեք չկան, բայց չկա այն ցինիզմը գոնե քանակի առումով թիմի։ Մնացել են մի 2 հոգի, որոնք տրիբունն են դարել, ինչ որ բաներ են ասում։ Ընդ որում հաստատ ոչ այդքան ցինիկ, ինչքան դա 21 թվականին էր։ Սա ինչ վերաբերում էր իշխանությանը, ընդդիմությունը բնականաբար գրեթե բոլորն էլ բավականին լուրջ առնվազը իրենց ընտրողներին մեսիջներ էին ուղարկում եւ չստացան այն ինչ ասում էին։ Այս առումով կարելի է ասել, որ թե քաղաքական ուժերը, թե նրանց էլեկտորատը բավարարված չէ։ Եվ հիմնական մոտիվացիան ընդդեմ էր, չէ՞։ Երկու կողմից էլ ընդդեմ էր։ Այո, հանուն չկար։ Հանուն չկար։ Ընդհանրապես լինում է հանուն որևէ տեղ։ Հայաստանում չեմ պատկերացնում, որ լինի։ Գիտեք, լինում է հանուն, եւ հենց այդ հանունն է սովորաբար բերում հաջողության, ընդ որում բոլոր ոլորտներում։ Ես վստահ եմ, որ օրինակ գիտության մեջ, հա, ասենք Նոբելյան մրցանակակիրները կամ բաները, հա, այն որ հայերեն բառ կա, չգիտեմ դա որ լեզվից եմ վերցրել, ոչ ոք ինչ որ մեկի ինադու հայտնագործություն չի անում։ Իրենք անում են հանուն։ Կամ կոմպոզիտորը սիմֆոնիա է գրում։ Հա, թե դա Մոցարտ Սալիերի, այո, բայց դա լեգենդ է, բոլորս էլ հասկանում ենք, հա, կամ կոմպոզիտորը, արվեստագետը, նկարիչը ինչ որ գործ են ստեղծում, չեն անում ինչ որ մեկի ընդդեմ կամ հա, ջգրու կամ ինադու։ Այլ անում են հանուն ինչ որ բանի։ Դրա համար իրենք հաջողում են։ Ես համոզված եմ, որ օրինակ, հա, Դգոլի կամ Չերչիլի նման գործիչները կամ Ռուզվելտի, ես հիմա ասում եմ հաջողակ քաղաքական գործիչներ, որոնք իրենց պետությունները բարձրացրել են լրիվ այլ մակարդակի, հա, ասենք դեպրեսիայից հետո Ռուզվելտի գալը։ Իրենք չեն արել ընդդեմ, իրենք արել են հանուն իրենց պետության, հանուն իրենց ժողովրդի։ Ոչ թե ընդդեմ, չգիտեմ, ինչ որ մեկի։ Դա մեր էլեկտորատի կողմից ընկալելի է։ Գիտեք, այսօրվա էլեկտորատի կողմից
ես կարծում էի ընդհանրապես ընկալելի չի, բայց հետո հասկացա, որ այնուամենայնիվ էլեկտորատի այդ ընկալումների ներքին պիկը եղել է 23 թվականի Երևանի ավականու ընտրությունները։ Որ ընկալումների։ Որ այդ հանունի եւ այլն, այսինքն ամեն ինչը դες ինչա, մեկը ամեն ինչ որոշված է եւ այլն, դրա համար հիշում եք 28% էր մասնակցությունը։ Պասիվություն։ Այս անգամ ակտիվությունը ցույց տվեց, որ այդ շրջանը մենք անցել ենք արդեն։ Այսօր ես տեսնում էի, որ երիտասարդներին, որտեղ միշտ երիտասարդներին են, չէ՞, սովոր մեղադրել, որ իրենց չի հետաքրքրում ոչ մի բան, իրենք մենակ գնան տժան ստեղ ընդեղ, երիտասարդներին շատ բաներ հետաքրքրում ու նաև երիտասարդների բավականին լուրջ մասնակցությամբ արձանագրվեց այս տոկոսը։ Ասում են, չգիտեմ, սոցիոլոգների հարցն է, իհարկե մեր հարցը չի, ասում են, որ 65+ մարդիկ շատ իմ նման թոշակառուներ է ուրեմն շատ ոգևորվեցին, որ 10,000 դրամ ստացան ավել եւ դրանք ուրեմն շատ մեծ մասսան գնաց ուրեմն Փաշինյան ընտրելու։ Ես կարծում եմ, որ իհարկե դա ունեցել է իր արդյունքը, թեև կոնկրետ թոշակների հարցով, եթե հիշեք ինչ էր նախորդում այդ բարձրացնելուն, ինչ նախորդեց նոյեմբեր ամսին, ինչի է պետք այդ 10,000-ները ինչ պետք է անեն, ես չեմ կարծում, որ թոշակառուների մոտ նստվածք չմնաց այդ թեմայով։ Բայց բժշկական ապահովագրությունը վստահ եմ, որ շատ ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան թոշակների 10,000-ի բարձրացումը։ Մի երկու մանր տեխնոլոգիական հարց։ Փաշինյանի կողքին չկար Աննա Հակոբյանը։ Ըստ երևույթին խնդիրն այն էր, որ Աննան ուժեղ հակառեյտինգ ունի եւ այն կարող էր խանգարել Փաշինյանին։ Այդպես է թե ոչ եւ արդյոք նման բաներ քաղտեխնոլոգներն են հուշում, թե այդքան էլեմենտար բան է, որ բոլորը հասկանում են։ Չէ, նախ դա էլեմենտար բան չէ։ Այնուամենայնիվ, գիտեք, հասարակության շատ հասարակություններում մենք ընդունված է, չէ, ասել, որ Եվրոպայում ընտանիքները բան չի, այդպես չի։ Այնտեղ շատ երկրներում ընտանիք հասկացողությունը, հա, հատկապես կոնսերվատիվ էլեկտորատի մոտ, բավականին հիմքն է ամեն ինչի։ Մանավանդ կաթոլիկների մոտ, հա, իսպանացիների, չէ, տեսեք, Միացյալ Նահանգներում իհարկե կաթոլիկներ կան, բայց բողոքականները շատ ավելի շատ են, այնտեղ էլ է շատ լուրջ խնդիր դրված այդպիսի։ Եթե դուք նկատեք, այնտեղ առաջին, տեսեք, եթե մեզ մոտ վերջին տարիներին, հա, որովհետև դա նոր մշակույթ էր, առաջինը Գորբաչովի կինը հետեղից սկսեց, մինչև այդ նման հասկացողություն չի եղել, ամերիկացիների մոտ դա միշտ եղել է, հենց նրա համար, որ ցուցադրեն, որ այս մարդու ընտանիքը օրինակելի է, եւ դա շատ բնական է։ Շատ բնական է, որովհետև ցանկացած բանական մարդ առաջինը պետք է հարցնի, հա, եթե այս մարդը չի կարողանում կառավարել իր ընտանիքը, այս ահռելի երկիրը ո՞նց է կառավարելու։ Կամ այս փոքր երկիրը։ Կամ այս փոքր երկիրը։ Այսինքն այդպիսի բաներ Աննային չվերցնելը հուշել են Ես չգիտեմ հուշել են թե չէ, բայց դա պրիմիտիվ բան չէ։ Ես սա էի ասում։ Եվ երկրորդ ընտրաշավի ժամանակ չեր շեշտվում կաթողիկոսին փոխելու թեման։ Ըստ երևույթին նրանք կանխատեսում էին, որ կան ԿՊ-ի կամ Փաշինյանի կողմնակիցներ, որոնք ընդհանրապես կողմնակից են, բայց դեմ են հակաեկեղեցական շարժման։ Դրա համար էս էլ հուշել են, չեն հուշել, թե դա ինտուիտիվ պարզ է։ Տեսեք, այն կան իհարկե Փաշինյանի կողմնակիցներ, ավելի շուտ ոչ թե Փաշինյանի կողմնակիցներ, այլ այսպես կոչված նախկինների ընդդիմադիրներ, ընդ որում նենց կարկառուն շատ եւ անզիջում, բայց անգամ նրանց համար ինչ որ բաներ եկեղեցին, Արարատը, Մեսրոպ Մաշտոցը, կարմիր գծեր էին։ Եվ ես ականատես եմ եղել ոնց են մարդիկ այլայլվում ու չեն հասկանում էս ինչ է կատարվում, հա հասկանացանք նախկինները, բան, հա դրանք չպետք է գան, բան, բայց սա էլ չի կարելի։ Այսինքն ես կարծում եմ, այո, այս խոսակցությունները գնացել տեղ է հասել, այսպես կոչված ֆիդբեքը ունեցել է Փաշինյանը,
եւ որոշել է այդ թեմաներին չանդրադառնալ ընթացքում։ Բայց հիմա որ բնականաբար եթե հանկարծ ինքը կարողանա ուրեմն բռնազավթել կարծում եմ, այդպես եմ ես բնութագրում, բռնազավթել իշխանությունը, նա բնականաբար կզբաղվի այդ թեմայով։ Կփորձի զբաղվել, կստացվի թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց այն որ ինքը սիրում է, հա, տեսեք ոնց է, ինքը փորձում է գնալ մինչև վերջ, մինչև այն պահը, քանի դեռ ատամը կտրում է։ Որտեղ չի կտրում, ինքը հետ է քաշվում։ Ես կարող եմ օրինակ բերել վերջին իր ելույթը ընտրություններից առաջ, որ մենք Եվրամիություն մտնելու պատրաստ չենք դեռ։ Սա իհարկե այս հակառուսականությունից հետ քաշվել էր այդ պահին, Մոսկվայից շատ չբոքսեն, հա։ Այսինքն էլի հնարավոր է, որ դա չհաջողվի, ինչ-ինչ, չգիտեմ, հասարակական Չէ, այն որ ինքը կփորձի, ես դա անգամ չեմ էլ կասկածում, բայց կստացվի թե ոչ ոք չի կարող ասել։ Ընտրությունների ժամանակ վատագույն ավանդույթները նախկինների, այսպես ասած, շարունակվում էին, հա։ Եվ Չէ, նոու-հաու կար։ Եվ կային նոր բաներ, հա, որոնք ավելի լկտի էին, թվերը այդքան նկարում էին, բայց այդքան ցինիկ չէին նկարում կամ բանակը քվեարկում էր, բայց ոչ մի քանի տեղ ոչ բանը փակելուց հետո մի քանի բան եւ հետո բոլորին բռնել եւ այլն, այսինքն մի քանի բան դա սпасելի էր ձեզ համար։ Գիտեք, այո։ Այո, որովհետև ես այս իշխանությունից արդեն քանի որ շատ վաղուց ամեն ինչ սպասում եմ եւ դրա մասին միշտ բարձրաձայնել եմ։ Տարօրինակ կլներ, եթե ես հիմա ասեի, չէ, ոյ, գիտեք, ստերիլ էին իրանք իմ համար ու անսպասելի էր։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն դուք չեք զարմանա, եթե ինչ որ ավելի վատ բան տեղի ունենա։ Ոչ։ Ես դադարել եմ զարմանալուց։ Շատ լավ, եթե անցնենք ընդդիմության մեջ փոփոխություններ կային, մասնավորապես Հայաստան դաշինքի։ Քոչարյանը ընդհանուր առմամբ տոքսիկ է, հակառեյտինգը մեծ է, բայց այս անգամ նա կարծես թե պակաս տոքսիկ էր, քան 21 թվականին, եւ ես այդպիսի բան եմ նկատել, գուցե սխալվում եմ, Լևոն Քոչարյանի շնորհիվ նաեւ։ Կարող է այդպիսի բան լինի։ Կարող է լինի, ես ձեզ հետ համաձայն եմ։ Տեսեք, շատ հետաքրքիր էր, հիմնական, Հայաստան դաշինքի հիմնական երկու դեմքը, իրենք հասկացել էին, երևի ունեին նաև հարցումներ, թե ով այսպես կոչված այդ թարգետ խմբերում ունի առավելագույն վարկանիշ։ Եվ այդ երկու հոգին հիմնականում դա Աննան էր Գրիգորյան եւ Լևոնը Քոչարյան։ Որոնք ընկալվում են ավելի լավ, հա։ Որոնք ընկալվում են գրեթե բոլորի կողմից շատ լավ։ Անկամ իրենց հակառակորդների։ Եվ մի բան էլ, քանի որ այնտեղ դաշինքում կար նաեւ դաշնակցությունն էլ էր հասկացել, որ նոր դեմքերի իրենց մասից այնտեղից էլ Քրիստինեն էր Վարդանյան։ Այսինքն ոչ այդքան տարիների ընթացքում երևաց, վերջի 5 տարին հասկանալի է, բայց մինչ այդ երբ դաշնակցությունը եղել էր փաստացի իշխանության մաս, այդ մարդիկ չկային ասպարեզում։ Թեև միգուցե չգիտեմ, կան ցուցակում, ես ճիշտ ասած հիմա չեմ հիշում ցուցակը դաշնակցության։ Բայց հայտնի չէին բոլոր դեպքերում։ Բայց նրանք էին, հա կասեն Գառնիկներ, Քրիստինեներ, Վարդանյան, մարդիկ, որոնք կարելի ասել նոր դեմքեր են, եւ բնականաբար չվարկաբեկված դեմքեր են։ Մարդիկ հոգնել են քաղաքական նույն դեմքերից, չէ, 30 տարի նույն դեմքեր, այդ առումով ուժեղ Հայաստանը որպես թարմություն էր ընկալվում, որովհետեւ այնտեղ շատ հայտնի քաղաքական գործիչներ չկային։ Ընդհանուր առմամբ ցանկացած նոր ուժ հատկապես երբ, այսպես ժառանգալից մտնում է դաշտ, ինքը հետաքրքիր է բոլորի համար։ Ինձ համար իհարկե ինչպես Աննան ու Լևոնն էին Քոչարյանն ու իհարկե չի ասի բացահայտում էին իրենք, որովհետև բնականաբար ես հետևում եմ շատ վաղուց, բացահայտում էր Նարեկը Կարապետյան, որի աճը, այն որ ասում է ռուսները այդպիսի բան ունեն, չէ, «Ни по дням, а по часам», էլի ռոս,
Այդ տեխնոլոգիաները աշխատում էին դրա վրա։ Ես կարծում եմ աշխատում էին, իհարկե աշխատում էին։ Բայց գիտեք, մի տեխնոլոգը, մասնագետը, բայց եթե մարդը ինքը իր մեջ չունեցավ, հա, եւ ինքը չուզեցավ, ամենակարևորը, հա, ոչ մեկ ոչինչ չի կարող անել։ Մանավանդ չուզի մարդը սովորել։ Իսկ այստեղ երևում էր, որ մարդը ուզում է սովորել։ Եվ ուզում է սովորել, եւ ամենահետաքրքիրը ես ինձ համար վերանայեցի Նարեկի կերպարը այն պահից, երբ հիշում եք իբր իշխանությունները բան էին ասում չամիչով բուլկի եւ այլն, երբ ինքը նկարեց մի գովազդային հոլովակ, որտեղ ինքը գնում է եւ խանութից խնդրում է, որ իրեն տան, հա, վճարում է, խնդրում է, որ իրեն տան չամիչով բուլկի։ Այդ պայից սկսած ես հասկացա, որ այս մարդը չկոմպլեքսավորվող է, ինչը շատ կարևոր է քաղաքականության մեջ, եւ պատրաստ է եւ սովորել եւ առաջ գնալ։ Ամենանորը բոլորին դեմ եմ, հա, կուսակցությունը ինքնալուծարվող կուսակցություն։ Իմ համար ամենաֆանտաստիկ կերպարներն էին իրանք։ Հիշում եք այդպիսի բան վանդակ կար առաջ բոլորի դեմ։ Գուցե դրա վրա են խաղացել։ Ես ասեմ ազնվորեն։ Ես վերջին 4-5 ամիսների ընթացքում շատ մարդկանց հետ վիճել եմ եւ համոզել եմ, որ բոլորին դեմը իշխանական պրոյեկտ չէ։ Թեև շատերը այդպես էին ասում, մտածում էին, որ եկել են փոշիացնեն, այո, հենց այդ վանդակը չկա, հիմա կմտածեն, որ իրենք այդ վանդակն են կգան։ Ես իրենց էլ եմ ասել շատ վաղուց դեռ, մի 6-7 ամիս առաջ, որ տեսեք, հիմա այսօրվա հասարակության մտածելակերպը հետևյալն է, եթե ով բոլորին դեմ է, ինքը արդեն չի գալի հասնի ընտրատեղամաս, որ ձեզ էլ ընտրի։ Այո։ Բայց այստեղ անգամ ես ինչ-որ հարումով սխալվեցի եւ շփոթվեցի, ոչ թե անգամ ես, որովհետեւ ես ինչեմ ես սխալ երևի արտահայտվեցի, ես ընդունում եմ, որ տղաները այնպիսի կամպանիա տարան, այնպիսի հանճարեղ կրեատիվ օգտագործեցին։ Բայց անլուրջ, չէ՞։ Տեսեք, իսկ եթե հասարակությունը անլրջություն, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանի վարչապետն է, լուրջ էր պերաշտի ուտել վրան քսելը։ Գազար ուտել, այդ լուրջ էր։ Եթե անլրջությունն է ուզում հասարակությունը, իրենք հասկացան դա ու խաղացին հենց դրա վրա։ Բայց դա միանգամյա ակցիա է, հա։ Ասենք 5 տարի հետո էլ ոչ ոք չի զարմանա, որ բոլորին դեմ եմ կուսակցություն։ Գիտեք, կրեատիվ մարդիկ նոր բաներ էլ կմտածեն, եթե իրենք ուզենան, շարունակեն։ Իսկ իրենք շատ ստեղծագործ տղեկ էին, էլի սաղ։ Շատ լավ աշխատեցին, որովհետև եթե հաշվի առնենք մնացած ուժերը ինչքան գումար են ծախսել եւ իրենք ինչքան են ծախսել եւ հաշվի առնենք, որ իրենք հավաքել են շատ ավելի շատ տարիներով գոյություն ունեցող իրենց լուրջ քաղաքական ուժ համարող կուսակցություններից, ընդ որում գրեթե զերոյական բան ծախսելով։ Հասկանալի է, չէ՞, ասենք, մասկա էին առել, չգիտեմ, Սպայդերմենի, չգիտեմ, ինչ որ մուկ էին տշում, խաղալիք մուկ էին առել կամ չգիտեմ ինչ էին արել։ Սա է եղել իրենց ծախսը։ Դա հեռանկարային ուղղություն է հայ քաղաքականության մեջ, հա։ Մուկտաշերը։ Դա այնքանով է հեռանկարային, ինչքանով հեռանկարային է հասարակության այս ընկալումը։ Ընդհանուր առմամբ հեռանկարային են այն քաղաքական ուժերը, որոնք զգում են, թե մոտակա 3, 4, 5, միգուցե 10 տարիների ընթացքում ինչ է պահանջելու հասարակությունը, ինչով կարելի է գրավել հասարակությանը։ Որովհետև այնինչ այսօր են ասում, դա պետք է 3 չառաջորը ասեին, որպեսզի այսօր կարողանային հաղթել։ Մի վերջին հարց ունեմ, էլի հիմնական ուժերին վերաբերվող, սովորաբար թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում, թե Հայաստանում նույնիսկ, երբ որ մարդը հաղթողը, պրեզիդենտը, նախորդ 3 ղեկավարները այդպիսիք են, անկախ նրանից թե ինչպես են, ընտրվում է, նա ասում է,
Ես բոլորին Ես բոլորի պրեզիդենտն եմ կամ բոլորի վարչապետն եմ։ Փաշինյանը, երբ որ ժամը 2-ին դեռ չավարտած ուրեմն այդ հաշվարկ ասեց, որ ես ընտրվել եմ, նա չասեց, որ նա բոլորինն է, հակառակն ասեց, սրանք կբռնեմ։ Այսինքն դա իր հետքը կթողնի հետագա զարգացումների վրա։ Անպայման։ Այդ դա իր հետքը արդեն թողել է։ Եթե դուք նայեք ԵԽԽՎ զեկույցը, չեմ ասում ռուսների։ Իրա լյուբիմչիկների, հա։ ԵԽԽՎ զեկույցը այդ ամեն ինչը արձանագրված է։ Իսկ այդ ամեն ինչը գին ունի։ Դա այնպես չի, որ ես համաձայն չեմ այդ բանին, որ լյուբիմչիկ կամ իրան պահում են ցանկացած աշխարհի գերտերություն, ցանկացած փոքր տերություն, ինչ անում է իր շահերից ելնելով։ Իր շահերից ելնելով։ Այսինքն այն պահին, որ իր շահերը չհամընկնի, այդ ամեն ինչը, այսպես ասած, դեմ են տալու։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես զրուցում էի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։